Զանգակի դասագրքերը միշտ էլ բխել են տվյալ ժամանակաշրջանում գործող առարկայական չափորոշիչներից, իհարկե նաև պետական չափորոշիչից, եւ բավարարել են այդ չափորոշիչներում դրված պահանջներին։ Մեր զանգակյան այս տարվա դասագրքերը ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն։ Այս առանձնահատկությունն եմ ուզում իմանանք, որ կարողանանք ճիշտ կիրառել այդ դասագրքերը եւ ճիշտ նպատակին հասցնել։ Վերջին տասնամյակներում գրեթե ամբողջ աշխարհում, երբ որ մենք մեջտեղ բերեցինք եսը եւ մեջտեղ բերեցինք իմը, եւ դա արտացոլվեց եւ մեր չափորոշիչների մեջ, եւ մեր կրթական համակարգում, արտացոլվեց նաեւ մեր դասագրքերում, մեր երեխաները մենք դարձանք ավելի շատ եսակենտրոն, ավելի շատ աշխատանքի եսի շուրջ, ավելի շատ աշխատանք իմի շուրջ։ Պիտի մտածենք, որ ինչու է տեղի ունենում աշխարհում այսքան փոփոխություններ բացասական իմաստով, այդ թվում նաև Հայաստանում, որովհետև մենք մերը դարձրեցինք իմը։ Ի տարբերություն մնացած տարիների ստեղծած դասագրքերի, այս տարի մեր դասագրքերը փորձել ենք կառուցել եսը փոխարինել մենքով եւ իմը դարձնել մերը։ Մի քիչ ավելի բաց եմ իմաստը։ Ասում ենք սա իմ մատիտն է։ Եթե իմ մատիտն է, ուրեմն իմ պատասխանատվության տակ է եւ ես ինչպես կուզեմ կվերաբերվեմ այդ մատիտի հետ։ Կարող եմ կոտրել, ջարդել, դեն նետել եւ այլն։ Բայց եթե խոսում ենք, ասում ենք, որ սա մեր մատիտն է, ես այդ դեպքում հաշվի եմ նստում այն բոլոր մարդկանց հետ, ում պատկանում է այդ մատիտը։ Եվ իմ ցանկացած որոշում կայացնելու ժամանակ հաշվի եմ առնում այդ բոլոր մարդկանց կարծիքը։ Եթե ասում ենք իմ հայրենիքը, դա նշանակում է, որ այդ հայրենիքը զուտ իմն է եւ ես ինչպես կուզեմ այդ հայրենիքի հետ այդպես էլ կվարվեմ առանց ուրիշների կարծիք հաշվի առնելու։ Բայց եթե ասում ենք մեր հայրենիքը, հասկանում ենք, որ այդ հայրենիքը բոլորինս է եւ ես իմ ցանկացած որոշում, որ կայացնում եմ այդ հայրենիքի շուրջ, ես արդեն եթե մերի մասին է խոսքը, ես պիտի հաշվի առնեմ մեր բոլորի կարծիքը եւ իմ որոշումները պիտի թելադրված լինի այդ բոլորի կարծիքներից։ Ու տեսնում ենք տարբերությունը որն է։ Հետեւաբար մենք մտածում ենք այսպես, որ ի վերջո մենք պիտի նորից այդ փոփոխությունը կատարենք։ Իմը պիտի դարձնենք մերը, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել, որպեսզի կարողանանք ճիշտ հարաբերվել, որպեսզի կարողանանք արժեքները ճիշտ գնահատել եւ այդ արժեքները կարողանանք ճիշտ ներարկել մեր սերնդերի մեջ։ Իհարկե մենք անհատի դերը չենք նսեմացնում, ընդհակառակը ավելի ենք կարևորում, բայց այդ անհատը իրեն պետք է տեսնի մերի մեջ։ Եթե դուք ընդունում եք այս գաղափարախոսությունը, եթե ընդունում եք այս հենքը, այդ դեպքում դուք իհարկե շատ ճիշտ կլինի, որ ընտրեք բոլոր դասագրքերը, եթե մաթեմատիկան ընտրել է զանգակ, ուրեմն մայրենին էլ ընտրի զանգակ, ուրեմն կերպարվեստն էլ ընտրիր, երաժշտությունն էլ ընտրիր, թվային գրագիտությունն էլ ընտրիր, հետագայում նաև հայոց լեզուն, պատմություն, այսինքն այն բոլոր առարկաները, այն դասագրքերը, որ զանգակն է հրատարակում։